Սադրանք ՀԱՊԿ անդամ երկրի պետական սահմանին Նիկոլայ Բորդյուժայի գնահատականն է ադրբեջանական դիվերսիային։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունը արդեն կեսօրին հայկական եւ ռուսական մամուլի էջերին էր։ Ադրբեջանական ագրեսիան ՀԱՊԿ-ը ձևակերպեց մտահոգիչ եւ ակնարկեց, որ այսպիսով Բաքուն շեղվում է Արցախի հարցը բանակցությունների միջոցով լուծելու ճանապարհից։ ՀԱՊԿ քարտուղարությունը խոր մտահոգությամբ ընդունեց միջադեպի մասին տեղեկությունը։ Այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես ապրիլյան պատերազմի ֆոնին, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառվեց ծանր զրահատեխնիկա։ Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների գործադրած ջանքերի շնորհիվ հակամարտության կարգավորման գործընթացն ի վերջո ավելի կակտիվանա։ Սակայն տարածաշրջանից ստացվող վերջին տեղեկությունները հրադադարի խախտումների վերաբերյալ, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը հանգեցրել է զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում։ Լայնամասշտաբ պատերազմ սկսել Ադրբեջանը չի ցանկանում, բայց սադրանքների քաղաքականությունից էլ չի հրաժարվում, ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Հայ-ադրբեջանական սահմանին այս հարձակումով Բաքուն նաև ակնարկներ է ուղարկում Երևանին, ՀԱՊԿ-ին։ Մեսեջները այն են, որ ՀԱՊԿ-ի, ասենք Հայաստանը պիտի չափից ավելի ինչ որ ՀԱՊԿ-ի վրա հույս չդնի։ ՀԱՊԿ-ը դա ընկալեց որպես իր անդամպետության տարածքի վրա հարձակում, երկրորդը հասարակական մեղադրանքը հնչեցված Ադրբեջանին, եւ երրորդը օպերատիվությունն ու գնահատականի ոճը եւ ըստ էության նաեւ բուն գնահատականը, որը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հետ այլևս նախկին տրամաբանությամբ եւ նախկին տրամադրությունները ոչ մեկ չի պատրաստվում շփվել։ ՀԱՊԿ հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը ըստ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պատահականություն կամ վրիպում չէ, այլ հստակ ազդակ։ Առաջին անգամ ՀԱՊԿ-ի նման կառույցը խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը, եւ սա խիստ ազդակ է ուղղված Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այս մեկնաբանությունը պետք է օրինակ ծառայի մյուս միջազգային կառույցների համար։ Խորհրդարանի փոխնախագահը նկատում է ՀԱՊԿ-ի հայտարարության մատնանշումը, որ հարձակումը եղել է Չինարի գյուղի մոտակայքում, իր հերթին հերքում է ադրբեջանական կեղծիքը, թե հայկական կողմն է նախահարձակ եղել։ Բաքուն դեմ է դուրս գալիս համամարտկային արժեհամակարգին հարձակման փորձ կատարելով սահմանապահ գյուղի վրա նախատոնական օրը, ասվում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Հերթական անգամ Ադրբեջանը կոպտորեն արհամարհում է միջնորդ պետությունների արտգործնախարարների պահանջը անվերապահ պահպանել հենց ադրբեջանական կողմի խնդրանքով 94-95 թվականներին կնքված զինադադարի համաձայնագրերը։ Միջազգային հանրությունը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը։ Ամենաբարձր մակարդակով անցկացվող բանակցություններում ձախողվելուց հետո Բաքուն անատամ հայտարարություններ է անում, իսկ երբ դա էլ չի անցնում, Ալիևը դարձյալ դիմում է ռազմական սադրանքի, ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Ադրբեջանը վերադառնում է իր նախկին մարտավարությանը, Բաքվում հստակ գիտակցություն կա այն մասին, իբր Հայաստանում լուրջ լարվածություն է առաջանում, երբ նրանք կրակում են սահմանում եւ նման ճանապարհով փորձում են ներազդել մեր հասարակության հոգեբանության վրա։ Դա իրենց մարտավարություն է։ Իսկ հայկական կողմերը շարունակում են պնդել, մենք պատերազմ չենք ուզում, խաղաղություն կպարտադրենք։ Տարոն Կոխլիկյան, Առաջին ալիք։